Նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին և 12-ին իդեալ համակարգը հայտարարում է մեծ ակցիա և գործող զեղչերին գումարում լրացուցիչ 11% զեղչ ամբողջ տեսականու համար։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային, գնելով Կիևի հացահատիկի մի մասը։ Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից, հիմա քաղաքական պատճառներով հայերը, այսպես ասած, ցանկանում են անջատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային, գնելով նրա համար անհրաժեշտ հացահատիկի մի մասը անկախ երկրից, հայտարարել է մամուլի ծառայությունը։ Մոսկվայից ընդգծել են, որ ուկրաինական հացահատիկը 1.5 անգամ ավելի թանկ է, քան ռուսականը։ Ռուսական գերատեսչությունից նշում են, որ իբր Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ Եվրամիությունը կփոխհատուցի արժեքի տարբերությունը, քանի որ դա Բրյուսելի համար եռակի հաղթանակ կլինի, աջակցություն Կիևին, օգնություն Հայաստանին ու վստահության թուլացում Մոսկվայի և Երևանի միջև։ Ծառայությունը այս գործողություններն անվանել է Երևանի համբույր համեմատություն անցկացնելով Հուդայի համբույրի հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է արձագանքել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանը, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից, օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Վարչապետը այս հայտարարությունը անհեթեթություն է որակել, ասելով, որ նման բան չկա։ Հայաստանի վարչապետին շտապել է պատասխանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Ռուսաստանի հատուկ ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն։ Կրեմլը հույս ունի շարունակել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ։ Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք, նշել է նա։ Նախորդին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմների վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին։ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ հարցին, թե վերջերս Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի ու ավելի են խոսվում Երևանի դեմ հիբրիդային պատերազմների մասին, Զախարովան նշել է. «Մենք արձանագրել ենք մի շարք նմանատիպ հայտարարություններ ինչպես փորձագետների, այնպես էլ հայ պաշտոնյաների կողմից, այդ թվում օրինակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի։ Հիշեցնեմ, որ հիբրիդային պատերազմներ հասկացությունը հորինվել և անմիջապես կիրառվել է ամերիկացի ռազմական տեսաբանների կողմից։ Ոչ այնքան վաղուց Հայաստանի հարևան Վրաստանում հավաքական արևմուտքի երկրները կրկին ցուցադրեցին իրենց ողջ հիբրիդային փառքը, կոպտորեն միջամտելով ներքաղաքական գործընթացներին, բորբոքելով Մայդանի տրամադրություններ, զրկելով Թբիլիսիին իր զարգացման ուղին ընտրելու ազատությունից ու զբաղվելով բացահայտ քաղաքական շանտաժով, սպառնալով զրկել նրան արդեն իսկ պատրանքային եվրոպական հեռանկարից», ասել է նա։ Զախարովայի խոսքով այս մոտեցումը իրենց համար օտար է, քանի որ միշտ հարգել են և կշարունակեն հարգել յուրաքանչյուր ազգի ինքնիշխան ընտրությունը։ Միևնույն ժամանակ չեն կարող չնշել, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունները արվում են Հայաստանում մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին, կարծես հետևելով այն օրինաչափությանը, որը վերջին տարիներին փորձարկվել է այլ երկրներում, օրինակ Մոլդովայում։ Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները, ինչպես խորհրդարանական խողովակներով, այնպես էլ համապատասխան նախարարությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների միջոցով, այդ թվում անհրաժեշտության դեպքում ռուս-հայկական հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով, ասում են Ռուսաստանի արտգործնախարարությունից։ Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը միշտ եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը և որ Մոսկվան անհապաղ օգնության է հասնում իր եղբայրական ժողովրդին, այստեղ հիշեցրել է մի շարք աղետների մասին և ռուսների կողմից ցուցաբերված օգնությունների մասին։ Այնուհետև Զախարովան խոսել է, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Ադրբեջանով և Վրաստանով կազմակերպվեց հացահատիկի տեղափոխումը երկաթուղային ճանապարհով Հայաստան։ Մենք ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր դարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-22 թվականներին ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, ասել է նա։ Նաև Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հավելել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը մասնակցելով Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է նրանց ինքնիշխան ազգային շահերով, սակայն Արևմուտքի միջնորդական ջանքերը դեռևս չեն դիմացել ժամանակի փորձությանը։ Ի դեպ, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ավելի վաղ նշել, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը արդեն սկսվել է և ավելի մեծ թափ է առնելու։ Հիբրիդային պատերազմի ամենավառ օրինակներից, որը հաճախ են որպես օրինակ բերում, դա Մոլդովայի դեպքն է, երբ որ հիբրիդային պատերազմի շնորհիվ ստեղծեցին մի թեկնածու,
որը դիցուկ նախագահական ընտրություններին երկրորդ տեղը գրավեց եւ այդ մարդը այլևս չկա, ինքը քաղաքական դաշտում չկա, ինքը այսպես ասած հնարովի մի կերպար էր եւ հնարովի մի մարդ էր, որը իրական մարդ էր, բայց ինքը տենց քաղաքական դաշտ իրան բերեցին, հնարեցին, վերածեցին քաղաքական լուրջ մրցակցի, ինչով փորձեցին այդ կոնկրետ երկրում իշխանություն փոխել եւ մոլդովական ժողովուրդը պետությունը այնուամենայնիվ դիմակայեց դրան եւ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության իմաստուն ժողովուրդը, որին ես շատ եմ սիրում, հաստատ դիմակայելու է։ Իսկ Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանները նախորդին շրջել են Հայաստանի պետական կառավարման բոլոր ինստիտուտներով, ազգային ժողով, հանդիպել են ազգային ժողովի նախագահին, փոխնախագահին, հանրապետության վարչապետին, արտգործնախարարություն են գնացել, այնուհետև անվտանգության խորհրդի քարտուղարություն եւ արդարադատության նախարարություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ դեսպանների հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ըստ հաղորդագրության վարչապետը եւ դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում TRIP եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաեւ դեսպաններին հետաքրքրող հարցերին, այլ մանրամասներ չեն հաղորդում։ Սա ըստեյության աննախադեպ երևույթ է, երբ մեկ օրում դեսպանները այս ծավալի հանդիպումներ են ունենում։ Այժմ զրուցելու եմ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, նախ սկսենք վերջից, մինչ կգանք Ռուսաստանին։ Դեսպանների, այդպիսի նախորդի մեծ ակտիվությունը տարբեր գերատեսչություններում եղան, հանդիպումներ ունեցան։ Սա ինչով կարող է օրինակ պայմանավորված լինել։ Այսինքն ինչ որ առանցքային բան է սպասվում։ Երևի թե սպասվում է, բայց տեղեկատվական մեր իմացությունների շրջանակից հաստատ դուրս բան է սպասվում, եթե սպասվում է։ Այլապես որևէ առարկայական բան երևակված չէ, թե ինչու պիտի այսպես աճապարանքով շրջեին Հայաստանի բոլոր ղեկավար մարմիններով մեկ։ Գիտեք, այստեղ մի կարևոր բան կա, ես հիշում եմ, որ մենք էլ շատ ոգևորված մինչև 13 թվականը ասում ենք, որ մաքսային միություն չէ, մի քանի տարի շարունակ բանակցություններ էին վարվում նրանց նախորդ սերնդի եվրոպական բարձրաստիճանների հետ, իրենք էլ իրենց բարձր դիրքերից արհամարանքով մեզ ասում էին, թե դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է դառնալ Եվրոպայի մաս, թե կցվել Ռուսաստանին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ ամբողջ Եվրոպան ինքը ամբողջությամբ չի կարողանում դիմագրավել Ռուսաստանի պես հրեշին եւ կարճած է Միացյալ Նահանգների փեշերից, բայց մեզ հորդորում էին, ասում էին, ձեր որոշումն է, գնացեք, պատասխանատվությունն էլ ամեն ինչն էլ ձեզ վրա եւ չի բացառվում, որ դարձյալ այսպիսի հանդիպումներ կլինեն, չգիտեմ, անձնագրերի, բանի հետ կապված այդ ազատականացում ճանապարհներ կլինեն, բայց հետո էլի մի գիշեր կգա, որտեղ մեկ ստորագրությամբ ամեն ինչ կվերջանա։ Դա կախված է Ուկրաինայում ընթացող իրադարձություններից։ Հայաստանի ճակատագիրը կամ ճակատագիրը մեծ հնչեց երևի, Հայաստանի առաջիկա ընթացքը, առաջիկա դիրքավորումը եւ կեցության վայրը կորոշվի Ուկրաինայում, ուկրաինացի ժողովրդի հերոսությունը որքան կբավի։ Իսկ հնարավոր է այս հանդիպումների համատեքստում դուք նշեցիք օրինակ վիզաների ազատականացման գործընթացը դիտարկել նաեւ հնարավոր Եվրամիության անդամակցության հայտի ներկայացում։ Կարելի է, բայց մենակ չեն ներկայացնելու նման հայտ լրջորեն, դա բացառված բան է, որովհետեւ ինքնասպան խելագարներ պարզապես կլինեն, որպեսզի նման քայլերով գլուխը մտցնեն վիրավոր գազանի, վիրավոր հրեշի երախը, որպեսզի Ռուսաստանն է այսօր։
Ռուսաստանի Դաշնային հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց, նշելով, որ Հայաստանը քաղաքական նպատակներով ուզում է անջատվել Մոսկվայից, օգնություն ցուցաբերել Ուկրաինային, գնելով Կիևի համար անհրաժեշտ հացահատիկները, դրա մի մասը թեև թանկ, բայց Եվրամիությունը կսուբսիդավորի ու ինչ-որ նման բաներ, հաղորդագրությունը այդպես Երևանի համբույր էին դրել, ես նշեցի ինչի այդ զուգահեռ տանելով, հա։ Շատ հետաքրքիր է, ասենք, դիվերսիֆիկացիան, օրինակ նույն հացահատիկը, հա, ինչու է Ռուսաստանը այդքան ծանր տանում։ Գիտեք, դուք նաև Պեսկովի այնտեղ բանալի բառը երևի անհիմն բառն է, որ անհիմն հայտարարություններ ռուսական ծառայությունները չեն անում, դա լկտի սուտ է։ Մենք Ռուսաստանից առնվազն սովետական Ռուսաստանի ժամանակներից սկսած մանավանդ իրենց հատուկ ծառայությունների խոսափողը հանդիսացող օրգաններից, պաշտոնյաներից լսել ենք միայն անհիմն բաներ։ Այդ դեպքում ուրեմն անհիմն չէր, երբ որ այդ նույն հատուկ ծառայությունները հայտարարում էին, որ ձերբակալվել է ժողովրդի թշնամի, այսինքն եւ հազարներով, որ պարզապես ինքնասպանություն է գործել Թիֆլիսում Բերիայի կաբինետում Աղասի Խանջյանը, որ ժողովրդի թշնամի է Գեղիշե Չարենցը, այսինքն անհիմնության մասին այդպես աչքերը բաց լկտի սուտ ասել, դա վայել է միայն Ռուսաստանին, որը ցավոք սրտի չի վերափոխվում եւ չի դառնում ազատ աշխարհի մի մասը եւ դարձել է, ինչպես իրենց Լենինն էր ասում, Եվրոպայի ժանդարմը։ Սա հիբրիդային պատերազմի դամոբանության մեջ ենք, չէ՞ դիտարկում։ Բնականաբար, պատերազմները միշտ էլ հիբրիդային են եղել։ Այնպես չի, որ մի թագավոր մեր թվարկությունից առաջ այսինչ դարում որոշեց եւ հարձակվեց մեկ ուրիշ տերության վրա։ Դրա համար նախապատրաստական աշխատանքներ են տանում, տարբեր տեղերից են խփում, ասում են, այդ էս այնտեղ հացը թանկ է, եթե մեզ միանաք հացը էժան կլինի, մանավանդ դրա համար հող մեր վարչապետը հրաշալի նախապատրաստել էր, ասում է, որտեղ հաց այնտեղ կաց, հիմա հացը բերում ենք Ռուսաստանից թե Ուկրաինայից, գնանք Ռուսաստան թե Ուկրաինա, թե գուցե Միացյալ Նահանգներ, այնտեղ ավելի էժան է եւ աշխատավարձն ավելի բարձր, այսինքն հիբրիդային պատերազմ ոչ միայն դրսից են վարում, ինչը շատ բնական է, այլ նաև ներսից են մեր դեմ վարում, մեր գիտակցությունները մանիպուլացնելու համար։ Ողբերգությունը։ Ես դա համար մեջ բերեցի նաև Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունները, թե ինչ հիբրիդային պատերազմ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ու նման բաներ, եւ դա ընդգծել կամ համեմել էին նրա հետ, որ Հայաստանում այդպիսի հայտարարությունները հնչում են Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի զարգացնելու հայտարարություններ անողներին հետապնդումների ֆոնին, հա, այստեղ ինչ զուգահեռներ է տանում Զախարովը։ Զուգահեռները թողենք մի կողմ, հա։ Այստեղ հետապնդումները իբրև թե Ռուսաստանի կողմնակիցների հանդեպ են տարվում, ինչ են ձևեր թափում, մեր ժողովրդին պետք է ճիշտն ասել, բոլորն էլ Ռուսաստանի կողմնակիցներն են, պարզապես մի մասին Ռուսաստանը հանձնարարել է խաղալ հակառուսական դաշտում, որպեսզի հանկարծ իրական անկախականները, իրական արևմտյան արժեքների կրողները, քաղաքակրթական առումով արժեքների կրողները, դրոշակակիրները հանկարծ փորձ իսկ չկարողանան անել իշխանությանը մերձենալու, իշխանությունը վերցնելուն մերձենալու։ Այնպես որ սա իշխանության համար պայքար է, ռուսները հատուկ ծառայությունների, մանիպուլյացիաների, գիտակցությունների մատնոց ֆռասնելու քաղաքականություն են տանում եւ կարծում են, թե իմ եւ ձեր եւ մեզ նմանների խնդիրն է դա բացատրելը։ Գիտեք, 90-ականներին փոքրիկ մի հատ բրոշուր ընկավ ձեռքս, կոչվում էր քաղաքացիական պատերազմի տեխնոլոգիա, եթե չեմ սխալվում, այդպես էր։ Ռուս նացիոնալիստներից մեկն էր գրել, որ հետո, չգիտեմ, իրենց հատուկ ծառայությունները բացահայտեցին, որ իրենց ագենտն է, Վասիլև ազգանունով։ Այնտեղ ասում է, եթե դուք ուզում եք խելագար վազքով ընթացող ձերի երամակին թույլ չտալ, որ իր ուզած ուղությամբ գնա եւ շեղեք նրան ձեր ուզած ուղությամբ, սկզբում թամբում եք երկու լավ ձի, տրվում եք այդ խելահեղ ընթացքին, աստիճանաբար ընկնում եք առջևում, հետո թեքվում են ամեն ձի մի ուղությամբ եւ երամակը կիսվելով հետևում է մի մասը մեկին, մի մասը մյուսին եւ այդպես դուք կարող եք երբեւե տանել միացնել կամ առանձին տանել։ Հիմա այս նույն բանն են անում, իրենք այստեղ իրենց ագենտուրայով, հիշում եք, մի ժամանակ եւ իշխանություններն էին հիացած եւ կարծում էին Հայաստանին դա մեծ օգուտ կբերի, ել չեմ ասում, որ բացահայտ հանձնարարություն ստացածներ, որ պետք է գովերքել Ռուսաստանին, նրանք առավել եւս, որ ինչքան շատ ծրագրավորողներ են եկել Հայաստան, մեծ տնտեսական մեր դրումներ կլինեն, ինձ թվեր էին բերում, որ այ նրանց շնորհիվ է, որ մեր բյուջեը մեզ
ասել եմ եւ կրկնում եմ, դա կիբերդեսանտ է իջեցված Հայաստանում։ Դրանք իրենց կերևակայեն, եթե հանկարծ այստեղ իրենց պատկերացրած խաղի կանոններից փոքր-ինչ շեղում լինի։ Այսինքն ինչ գործողություններ կարող են գնալ։ Բնականաբար, եթե հանկարծ իրենց քիմքին հաջող չլինի Հայաստանում իրադարձությունների ընթացքը, մանավանդ նախընտրական շրջանում։ Իրենց քիմքին հաջող չլինելը այդ ինչ պիտի լինի, որ հաջող չլինի։ Հանկարծ այստեղ հայտնվեն մարդիկ, քաղաքական դեմքեր, որոնց ժողովուրդը կվստահի, որոնք ճշմարտությունը կարող են ասել եւ տարբեր թևերի երամակների բաժանված, մեկը հակառուսականի տակ, մեկը պրոռուսականի տակ, հա, այդ երկու կեսերը կամ երեք կեսերը դրանք հանկարծ չեն կարողանա իրենց ձեռքը պահել Ռուսաստանից հանձնարարված ուղղությունը։ Կարող են այդպիսի մարդիկ հայտնվել։ Հայ ժողովուրդը միշտ ծնել է իր միջից այդպիսիք։ Ով կմտածեր, որ երկու հզոր կայսրություն Ռուսաստանը եւ Թուրքիան ամբողջ Հյուսային Կովկասը, Ադրբեջանը, Հայաստանը գրաված փոքրիկ Սյունիքում ատամները ջարդելու են իրենց մեկ Նժդեհի շնորհիվ։ Նժդեհն էլ միայնակ չէր, խոսում էր մարդկանց հետ եւ մարդիկ հավատում էին, որ նա անկեղծ է։ Նժդեհը ոչ միայն ռուսների, թուրքերի հրանգներին չի ենթարկվեց, այլ նաեւ հայ հեղափոխական դաշնակցության տնօրինության հրահանգներին չենթարկվեց եւ իր զորքերը մի քանի 100 մարդ էին էլի հետ չքաշեց միջև Եղեգնաձորից էլ այն կողմ այնպես որ ռուսները դա լավ գիտեն եւ ռուսներն այստեղ եթե այդքան շատ ներկայացված են մեկ բան պարզելու համար թե հայ ժողովուրդը քրիտիկական ժամանակներում իրեն ինչպես կդրսևորի դա չեն կարողանում հասկանալ դա չեն կարողանում այն խնդիրը կգտնեն ճար ու հնար հա մեր խնդրության տոկոսը մինչև ուր է հասնում մանավանդ որ իրենք դրա մասին չեն կարող պատկերացնել քանի որ իրենց հիմնական շփումները Ռուսաստանում բուծված առիմաշկանների հետ են այն Արա Աբրամյաններ բաներ դրանց են տեսնում եւ կարծում են թե ամբողջ հայ ժողովուրդն է առիմաշկա դա այդպես չէ նրանց համար կարող են առիմաշկա ասել իսկ մենք մեզ թույլ չենք տա թեկուս մեկ Դոստոևսկու մեկ Եսենինի պատճառով շնորհիվ ռուս ժողովրդին հայհոյել, բայց ռուսական պետությունը պետք է ընդունենք, որ այո, այս պահին առնվազն մեզ համար վտանգավոր հանցագործ պետություն է։ Հաջորդ պահին գուցե կդառնա մեզ համար դաշնակից, չգիտենք ինչպես կփոխվի, բայց պետք է ելակետ ունենալ, իսկ ելակետը Լորդ Քերզոնի ասածն է։ Անգլիան ունի մշտական բարեկամներ, ունի մշտական թշնամիներ, ունի մշտական շահեր։ Եկեք մենք մեր մշտական շահը գիտակցենք, այդ պահին որը որ կհամընկնի, ուրեմն նա է մեր դաշնակիցը։ Հաջորդ պահին կփոխենք ինչպես փոխում են մաշված գործիքները։ Շատ լավ, այդ դեպքում ինչու կարիք կա, եթե այսպես ասենք հիմնական քաղաքական դերակատարներ, ինչպես ես հասկանում եմ, հա, դուք այդ նկատի ունեք, հենց ռուսական դաշտում են խաղում մի մասը քողարկված, հա, այսպես հակասություն ստեղծելու համար։ Ինչու կա ըստ ձեզ այդ դեպքում այդ հակասության կարիքը, ինչու պետք է հանրության շրջանում ձևավորվի այդպիսի կեղծ հակասություն։ Օ, դա ամեն տեղ են դա այդպես անում, նույնիսկ Ռուսաստանը, որ բոլորն էլ գիտեն, որ Պուտինը պետք է ընտրվի, անպայման կողքը դիմացը տեխնացուներ դουν, այլապես կընկալվի որպես ճահիճ եւ դա շատ ավելի վտանգավոր կլինի ժողովրդը ինչ որ բան կհասկանա, երբ մեկ գույն եք ներկայացնում։ Դրա համար իրենք այդ արհեստական հակասությունը ստեղծում են, որտեղ հակասության շարժման մեջ է կյանքը, իրենք կյանքի պատրանք են ստեղծում։ Իրական ընտրություն, իրական բախում գաղափարների գոյություն չունի։ Բայց գիտեմ, որ հայ ժողովրդի մեջ այդպիսի սեգմենտներ կան, այդպիսի բեկորներ, հատվածներ կան, որոնք առայժմ քվանտների տեսքով են, բայց հետո կտեսնենք ինչ դուրս կգա։ Բայց եթե այս տեմպերով են գնում, ուրեմն էլի ձեր ասած տրամաբանությամբ 2026-ին մեզ մոտ ընտրությունները տատանվելու են քողարկված եւ չքողարկված Ռուսաստանի դերակատարների միջեւ։ Այո։ Եթե Ուկրաինան այլ բան չթելադրի ժամանակակից Ռուսաստանին, որը իր բնույթը գուցե փոխի։ Եթե ոչ, ուրեմն լինելու է այն, ինչ եղել է մինչև հիմա, եւ ոչ թե 18-21 թվականներ, այլ սկսեք խնդրեմ 90-ական թվականներից։ Այլ բան ասելով Ուկրաինայի կողմից թելադրի նկատի ունեք ռազմաճակատում բեկում։ Այո, ռազմաճակատում բեկում, որը շատ քիչ հավանական է, դժբախտաբար։ Բնականաբար որպես արդարության ծարավի հայ մարդ ես ուկրաինացի ժողովրդի եւ ուկրաինացի պետության կողմում եմ։ Իրենց
երկրպագում եմ կամ բալեշիկն եմ, հա, բայց եթե այստեղ շատ կարևոր պորտալ կա, հա, պետք է հասկանալ, եթե հանկարծ Ուկրաինայի իսպառ մոխրացումը իմ երկրին փոքր-ինչ անգամ օգուտ կբերի, ուրեմն թող մոխրանա։ Եթե ամբողջ Ռուսաստանի մոխրացումը իմ երկրին փոքր-ինչ օգուտ կբերի, թող մոխրանա։ Ինչի Պուտինին կարելի ասել ում է պետքային աշխարհը, որտեղ Ռուսաստանը չկա, իսկ որևէ հայ չի կարող ասել ում է պետք այն Ռուսաստանը, որը Հայաստանի թշնամին է լինելու, կամ ում է պետք այն Ուկրաինան, որից Հայաստանը շահ չի ունենալու։ Իսկ այդ անասնակերը, որ բերում են, հա, բերել էին, հիմա էլ Ուկրաինայից են ուզում լավ ծորեն գուցե բերել, Ռուսաստանը մեզ միշտ դա է տվել, Ուկրաինայից գուցե նորմալ ծորեն բերվի։ Մենք չմոռանանք, մենք ասում ենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, չէ՞։ Հովհաննես Թումանյանին Ստոլիպինյան անասուններ տեղափոխող վագոնով ձեռնաշղթաներով տարել են Մոսկվայում դատելու ամենայն հայոց բանաստեղծին։ Սա մոռանում ենք, բայց ինչ որ մի հատ քստմնելի, ինչ էր այդ կնոջ անունը, Զախարովայի ասածներին պիտի ականջ կախենք։ Ոչ, անընդհատ պետք է շեշտել, որ նրանք տարել են մեր Թումանյանին անասուններ տեղափոխող վագոններով, հիմա այդնի Ստոլիպինյան վագոններով մեզ անասնակեր են ուղարկում։ Մենք պիտի ասենք, որ ամբողջ 10-րդ դարավերջից մինչև 1990-ական թվականները շատ քիչ հայ մտավորականներ են եղել, որ ռուսական բանտերով չեն անցել, չեն գնդակահարվել, եւ դա միայն 1930-ական թվականների համատարած ողբերգությունը չէր, թեկուզ տոկոսային առումով այնտեղ մենք շատ ավելի զոհեր ունեցանք։ Հենց առաջինից սկսած նոր գրականության, հա, Խաչատուր Աբովյանից, Միքայել Նալբանդյանից, հատուկ նրանք են անցել նույնիսկ այդ բովով։ Այնտեղ Ղազարով Սաղայան բաններ հասկանում եք, մարդ չի մնացել, որին ռուսները հալածած չլինեն։ Թուրքիայում օրինակ մի դեպք այդպես եղավ, բայց բարբարոսաբար եղավ։ Ճիշտ այնպես ինչպես 37 թվին այստեղ արեցին, որ գլխովին 200 մտավորականներին հավաքեցին ու ոչնչացրեցին։ Այստեղից մեր Կոմիտասն ինչ գործ ուներ Ստամբուլում, որ այդ օրինակներ, որտեղ այստեղից էր փախել ցարական Ռուսաստանից։ Ինչու մեր պատմաբանները, օրինակ կարելի է, որտեղ պատմությունը թվերը չեն, պատմությունը պատմության տրամաբանությունն ընկալելն է։ Կարող ենք մենք ասել մի դեպք վերջին 400 տարվա մեջ, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, եթե այդքան վատ էր, փախած լինեին գնային գաղթեին գնային Իրանում ապրելու։ Բայց Իրանի համար կարող ենք ասել, որ Իրանից ընդཐུպ մինչև ցեղասպանության նախօրյակ Իրանից գյուղերով տեղափոխվում էին Օսմանյան կայսրությունում ապրելու։ Հիմա դուք բավականին հանրային ականջների համար ոչ ընդունելի բաներ եք։ Բայց ճշմարտությունը ցավալի է, ես գիտեմ, որ արևին դժվար է նայել, երկար նայեցիր կկուրանաս, բայց ճշմարտությունն արևի նման է։ Եթե այդ սոլարիզացիան չարեցին, մենք միշտ երազային խապկանքի մեջ ենք լինելու ու կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև։ Միշտ մեր, ինչպես ռաշպարների կանչում դաշտենցն է ասում, հա, պետք է մենակ մեր մասի ծխին հավատանք, այլապես ինգլիզի թակուհին քեզ օրորոց է տալու, թե տար քո հույսն օրորիր։ Մենք մինչև հիմա այսքան երազասուն չլինենք, այսքան հույսեր օրորող չլինենք, քիչ ռեալիստ լինենք։ Եվ ամենևին պաթետիկ խոսքեր չեն սրանք։ Եվ ի՞նչն է պատճառը, որ մենք այդպես ռեալիստ չենք։ Գրականությունը։ Չէ, դե գրականությունն էլ մեր ժողովրդի ծնունդն է։ Գիտեք, այստեղ գուցե ավելի դառը բան ասեմ, մեզ հասակակից, մեր հարևան ժողովուրդներից որևէ մեկին կարող եք ցույց տալ։ 3000 տարի առաջ մեզ հարևանած ժողովուրդներից ոչ մեկն այսօր չկա։ Մենք գուցե ծեր ենք, չէ՞ որ կյանքում էլ ծերում չի կարող անել այն, ինչ երիտասարդն է անում։ Եվ ընկնում է հիշողությունների մեջ։ Դրանով պետք է բացատրել, որ մերոնք հիմա անկած ինչ-որ բառերի կռիվ են անում, ասում են բասկերն են հայեր, այս ինչն էլ հայ, չգիտեմ, այն առաջին կապիկը, որից մարդկությունն է առաջացել, դա էլ է հայ։ Ինչի որտեղ մենք անվտանգության գոտի ենք ուզում ենք ապաստան, ծերացած մարդիկ դա են ուզում։ Քիչ տաք լինի, հանգիստ լինի, խանգարող չլինի, դինջ կարողանան ապրել։ Այ մեր իշխանությունները դժբախտաբար այսօր շատ ցցում դա անում են, որ ուղղակի ասում են թողեք մենք հանգիստ ապրենք, էլի ինչ եք ուզում տանք, մենակ ձեներդ կտրենք։ Ճիշտ այնպես, ինչպես մեր էպոսում, դա մեր կոդի, մեր անգիտակցականի երևակումն է, ինչպես մեր էպոսում թշնամին երբ գալիս է Սասունի բերդը պատում է, շրջապատում է, սասունցիները նայում են ներքև, հալյուցինացիայի մեջ են ընկնում, ասում են զորքն այնքան շատ է, գետի ջուրը խմեց եւ գետի ջուրը պրծավ։
մեջներից միակ Դավիթ էր, մյուսներին ասեց հաջող, ես գիտեմ, որ դուք եկողը չեք, մենակ բարով սասմա մեր սասմա գրեր, ավելին սասմա ախպեր տղրեք, ես մենակս կռիվ կգնամ։ Այսինքն այդ ծերացածությունը գուցե այդպես է արտահայտվում, որ մենք հոգնել ենք, ուզում ենք հանգիստ ապրել։ Այդ հանգստությունը, այդ երանավետությունը նախորդ իշխանությունները Քոչարյանի մասամբ նաև Սերժ Սարգսյանի ժամանակ արտահայտվում էր նրանով, որ ասում են մեր անվտանգության երաշխավորեն Ռուսաստանը կա էլի, այլ բանակին չենք այսքան զինում կամ կարելի է այնտեղ ջարդոնն առնել, աշկները կմտնենք, իրանք մեզ ավելի լավ կպաշտպանեն։ Հասկանում եք, դրա համար ռուսները մեզ ասում են արմյաշկա։ Դա դասական արմյաշկայություն է եղել եւ այսօր կատարվողը դարձյալ դասական արմյաշկայություն է, բայց վստահ եղեք, որ հայ ժողովրդի մեջ կան այդ կետերը եւ այդ կետերը միայն սովորական կետեր չեն, այլ նայեք մեր երիտասարդությանը, մենք ունենք պայծառ երիտասարդություն, որը ընդամենը արժեքներ ներկայացնողին է փնտրում, ինչպես որ խորենացիներ ասում, այն հովվին, որը պիտի իրեն Սիզավետ Մարգագետիններն առաջնորդի։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր։ Այժմի համար այսքանն ենք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջին։